Պարոն Մանուկյան, խնդրեմ։ Ես նոր եմ հասկանում, թե երիտասարդ սերնդին ոնց են այսքան տարի մոլորեցրել հոկտեմբեր 27-ով, մարտի 1-ով։ Բայց գյուղից մարդ կա, Ժորժ ջան, այստեղ։ Հիշողություն կա։ Մանրամասը սկսենք հոկտեմբեր 27-ը անդրադառնալ։ Անցագիրը ոնց իջեցած, նայեք, հատկապես այն բոլոր մարդիկ, որ չեն հիշում 99 թվականին այս մետալ իսկացել չկար, ով մինիստրների հետ գործ ուներ կարողանում էր ազգային ժողով մտնել։ Նեն չի որ ՊՊՑ-ն այն ժամանակ բաներ, ձեր սիրած ՊՊՑ-ն։ Սասուն Միքայելյանը սա չարի բոգ էր Ռոբերտ Քոչարյան։ Բա Արամ Զավենի Սարգսյանը ողորմի ձեր սպանած, Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի գլխավորությամբ ոնց էր այդ կորտեժներով ամեն օր գալիս կառավարության շենք։ Ով էր տերուտ իրականը Հայաստանում։ Ով էր գլխավոր դատախազը։ Ոնց էր երկրապան ամբողջ օրը կառավարության շենքում։ Ով էր տերուտ իրականը։ Չեք հիշում, դրա համար օգտվում են ու կեղծում են պատմությունը։ Այդ ժամանակ նախաքննության տերուտ տիրականը եղել է Արամ Զավենի Սարգսյանը, Ջանգիրյան Գագոն, մնացածը, որ ինչ ուզեցել են դրանց գլխին արել են, 8 տարի էլ ունեցել եք, տանեիք գեղումները, հանեիք ասեք դե պատմի ճշմարտությունը, որտեվ դուք գիտեք ճշմարտությունը, որտեվ դուք գիտեք, ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանին, ժողովուրդ, Վազգեն Սարգսյանի անունը չտակ, մեղ կա, երբ որ ասում են Տիգրանաշենը անկլավա դուք Վազգեն Սարգսյանի նորից եք թաղում, Վազգեն Սարգսյանի պոյս տվեք, 98 թվականի հունվարի իր հայտնի Զինուժի մամուլի ասուլիսը լսեք, թե Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, ինչ համագործակցություն ա եղել, Տիկին Յոլյան, շատ ցավում եմ, որ դուք չենք ընտրվել, բայց ավելի լավ է սկզբունք պահել, քան վիզը ծռած ինչ-որ քվեից ակնկալել։ Ավարտեք։ Սկզբունքով Սարգսյան Արտուրն է, որ ոչ մի բանի առաջ չկանգնեց, դրա համար այսօր զրկված է ազգային ժողովի նիստերին ավարտեք։ Հարգելի գործընկերներ, մի հատ կարող եք ինձ բացատրել ձեր ելույթները ինչ կապ ունեն կառուցվածքային փոփոխության հետ կառավարության։ Ասելիք ունեիք, ասեցիք, վերջացրեցիք, վсё, մնացեք օրակարգի մեջ այսուհետ։